Ուրեմն այսպես ընդհանրական հարցը, ես ուղղակի հետաքրքիր է գալու հենց նշանակում որ ոչ մեկ արտահանող ապրանքատեսակների հետ կապված սանիտարական խնդիրներ իրականում չկա, որովհետև միանգամից բոլոր ապրանքատեսակները տարածան, չգիտեմ, լավոր, բացիկով, Չէ, իրականում հաղորդագրություններից մեկն է ձգների հետ կապված։ Իրոք այդ հարցը դուրս տան Այդ որ ասում եք մենակցրի ռեժիմի, Էջյան նշել է նաև մարդու կյանքի համար վտանգավոր բաներ են հաշտաբերել, դրանցից մեկը դա, որ ձգների հետ կապված ուժեղացված լաբորատոր հսկողության պայմաններում արտադրանքում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր, լեյկոմալակիտային կանաչ, մեթիլենային կապույտ, տորֆին ուղղումների խումբ, խլորպետրացիկլին և պաթոգեններ։ Սա միայն ձկների հետ կապված, ձկների հետ կապված, Եկեք ձկների հետ կապված, նույն ջերմուկի հետ կապված, ժողովուրդ այդ ինչ որ գրառումները կա, որ տնտեսություններում այդ կա, այսինքն մենք ստացել ենք այդ պաշտոնական նամակները, նաև կա դրա հակառակ կողմը, պաշտոնական նամակների պատասխանը, ջերմուկի վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիտորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության եւ որևէ խախտումներ չի հայտնաբերվել, դա կա եւ այդ արձանագրությունները ուղարկվել է, նույնն էլ այդ ձուկ ձկնամթերքի հետ կապված ձկնաբուծարաններից վերցվել է նմուշներ, որը որ գնացել է փորձաքննության եւ պատասխանները ներկայացրել են, որ այդ տվյալ տնտեսություններում ֆիքսված հիվանդությունները չեն հայտնաբերվել։ Նախորդ մասը որն էր, որ խնդրեմ։ Չէ, գյուղմթերքի վերաբերյալ գյուղմթերքի հետ վերաբերյալ ծիրան, ելակ դե ծիրանը մի քիչ դեռ չէր հասցրել գնա, լոլիկի պարագայում մենք ասել ենք, որ մեր լոլիկը վակցինացվում է եւ մենք ապացուցել ենք, այսինքն այդ կարանտին վնասատուն, որոնք որ շեշտվել էր գրության մեջ, որը կա, դա վակցինացված է եւ ինքը, այսինքն լաբորատոր արդյունքում ցույց է տալի, որ իր հակամարմինն է ցույց տալիս, այսինքն կա չափս ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է, այսինքն վակցինացված էր լոլիկի մասով, ինչ վերաբերում է կլուբնիկ եւ մնացածին, սենց համառոտ ասեմ, այո, թրիպսը կար հայտնաբերված եւ երբ որ ռուսական կողմն էր եկել Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգում իրականացում 6-7 տնտեսություններից մի տնտեսությունում հայտնաբերվել էր մեկում կար, բայց այդ թրիպսը ինքը կենթանի միջատ է, որը որ թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարա չլինի, բայց ամեն դեպքում սահմանահատման դեպքում ինքը այո համարվում է առանձին վնասատու։ Բերեք այսքան Ոչ, չունենք նմանատիպ դեպք։ Եվ պտուղ բանջարեղենի հետ կապված մնացորդային նյութերի հետ կապված էլ որևէ խնդիր ռուսական կողմից էլ անգամ չի եղել, էլի արձագանք։ Շնորհակալություն շատ, պարոն Պետրոսյան, հանգամանալից ներկայացնելու համար։